Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-1 TV YouTube-դան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօրվա մեր քննարկման թեման, ինչպես լավագույն ավանդույթների տեսքով արդեն հաստատված, երկու ստեղծագործություն ենք առանձնացրել, որոնք կրկին առաջին հայացքից գուցե այդքան կապ չունեն, բայց մենք փորձենք այդ պատճառը հետևանքային կապը ցույց տալ։ Ու այդ ստեղծագործություններն են Մարիո Պյուզոյի Օմերտան եւ Տոմաս Մորի Ուտոպիան։ Կընտրեմ, դու կարող ես սկսել, ասել թե սկսենք ավելի լայն դաշտը վերցնենք, սկսենք մարդու եւ կենդանիների արդարության հետ կապված մոտեցումները։ Արդյոք մարդը միակ կենդանի օրգանիզմն է, որ ինքը այս դիեզերքի մեջ ինքը արդարության ազգտում, թե կենդանիների մեջ արդարություն կա։ Ես ինչքան ուսումնասիրել եմ, բացի մարդուց որևէ կենդանական տեսակ ինքը արդարության չի ձգտում։ Իր համար արդար ու անարդար բան չկա։ Հիմնական կենդանիների տարբերությունը, հիմնական որ ինստինկտ выживания հայերեն բնազդն է եւ բանա իր գեները փոխանցելու բնազդն է կենդանիների մոտ։ Մարդու մոտ ինչ որ ժամանակից սկսած այդ արդարությունը սկսեց ձևավորվել, այն պահից սկսած, երբ որ հասարակություն ձևավորվեց, ու այդ հասարակության համար խաղի կանոններ էր պետք։ Հիմա տարբեր խմբերում, տարբեր բաներում էլի կանոններ կան կենդանական խմբերում, բայց մարդկային խումբը քանի որ ավելի մեծ է, իր համար ինքը եւ ներքին եւ արտաքին հարաբերությունների ձևեր էր պետք, ու այդ հարաբերությունների ձևերի համար որոշ ձևի հասարակությունը ինչ որ ձևի չփլվելու կամ իրար հանդեպ այդ թշնամանքի ինչ որ մեխանիզմ շակելու համար դա արդարության մեխանիզմներ ձևավորվել ու եթե ավելի շատ գանք մեր օրերը այն հասարակությունները որտեղ ավելի կայացած երկրներ են իրենց մոտ արդարությունը ավելի կայացած է այն հասարակությունները որտեղ ավելի թույլ է բանը այդ արդարության զգացողությունը չկա նույն մարդկանց միջև իմ կարծիքով որպես ֆիզիկական գոյակցություն մարդը ինքը իր համար արդարությունը բանա այդքան կարևոր չի եղել հետո այսինքն դրսից ներմուծված է բայց որպես հոգևոր որ ասում ենք արտաքին ինքը պարտադիր պայմանն է արդարությունը ու ավելի խոսքը տամ քեզ նույն ուտոպիստներից խոսելու հետ կապված թե արդյոք արդարությունը կամ արդարության ձգտելը ինքը ուտոպիա է, թե ուտոպիա չի ու արդարություն չլնելը ինչի կարող է բերել տվյալ երկրում հիմա դեսքսի բանավար ու հետո ընդհանուրը ես արդեն կասեմ կոնկրետ օրինակներով թե Հայաստանում որ հասարակության ձևին է ինքը պատկանում ու հիմնական խնդիրը Հայաստանում մարդկանց իրար հետ հարաբերվելու ինչն է խնդիրը ու ինչ կարա բերի դրան եթե այդ արդարության մտնոլորտը չձևավորվի Շնորհակալություն Նախ փաստորեն սա կարելի ասել ներ որոշակի մեկնաբանությունն է Հրանտ Մաթևոսյանյան հարցի թե ինչով է մարդը տարբերվում կենդանուց հա որովհետև եթե պատմական հիշողություն է ասում եթե որ դե հիշողությունով բայց նաև հենց այդ արդարության ձգտումը կամ զգացումը որովհետև ոնց դու նշեցիր դες այ ըստեղ ես ոնց կփորձեմ սա հիմնավորել Արդարությունը պետք է ասեմ, կներես չեմ ուզում քեզ բանանամ, բայց Մաթևոսյանի մոտ այդ դու ես քո ասածն ասում, էլ չեմ բանանի, հավասարությունը, արդարությունը մարդիկ իրար բանը, իրարից չեն տարբերում, որովհետև հավասարությունը այլ բան է, արդարությունը այլ բան, երբ որ ավակը ասում է, հենց ավակի հետ խոսակցություն, երկխոսությունը ասում է, մեկի կինը սիրուն է, մեկինը տգեղ է, մեկը հարուստ է, մեկը աղքատ է, մեկը հասակով է, մեկը բանա, մեկը գերա, մեկը նիհար, այսինքն դու չես կարող հավասարությունը, արդարությունը տարբեր բաներ են, կարող է ինչ-որ առևույթ նմանություն լինի, բայց դրիվ տարբեր բաներ են, բայց ես կուզեմ, որ այդ տարբերությունները դու շեշտես, չեմ խոսել, բանանի, արդեն հերոստատիտողները ինձ դիտողություններ անում, ասում են Լևոնը հենց սկսում է խոսալ, դու բաները հատում ես, ներողություն։ Դե ոչ ուժ դեմ այդ մեր երկխոսության բնույթն է։ Չէ, տես, ես ինչով կփորձեմ այս թեզը հիմնավորել, ինչ թեմայի մեջ բուն խորանալը։ Այսինքն
մարդիկ կենթանիներից տարբերվում են, հենց եթե դիտարկում ենք արդարության զգացումը։ Արդարությունը քաղաքակրթության ձևավորման հիմքերից է, որովհետև մարդկային խումբը, ասենք գայլերի խմբից տարբերվում են այդ քաղաքակրթության արկայությամբ, որի հենասյունն հենց արդարությունն է, ոչ հավասարությունը, ոնց նշեցի, որտեղ համաձայն եմ, այլ արդարությունը։ Հիմա գանք երևի իհարկե մենք նշեցինք Թոմաս Մորի ուտոպիան, որովհետև դա թերևս ամենահայտնին է, հենց անգամ այդ տերմին ուտոպիստական ժանր կամ ուտոպիա բան։ Բայց Թոմաս Մորից բացի նաև Տոմազո Կամպանելան ուներ Արևի քաղաքը ու Ֆրանսիս Բեկոնն էլ Նոր Ատլանտիդան։ Մեծ հաշվով այս երեքն էլ թե ժամանակային առումով իրար մոտ են, մոտ 50 տարվա տարբերությամբ են երեք ստեղծագործություններ գրվել, թե ընդհանուր ոճով, այլ ամեն փիլիսոփա իր մոտեցումն է ցույց տալիս այս ստեղծագործություններում։ Պատկերացումը։ Հա, ինձ պատկերացումը իդեալական քաղաքի, պետության, հասարակության, հա, այսինքն թե մարդկանց համակեցությունը, որոշակի մարդկանց խմբի համակեցությունը իդեալական պայմաններում ինչպեսին պետքա լինի։ Բավականին գովելի նախաձեռնություն է, այդ ժամանակ մոդայիկ է եղել կամ չգիտեմ փիլիսոփական ուղղություններ են եղել, բայց այդ կարմիր թելով բոլոր երեքի մոտ են ասում են արդարության ուրացումը պես երևույթ։ Այսինքն այդ բոլոր երեք հասարակություններում էլ իդեալիստական, որոնք պետքա լինեն, որպեսզի մարդը լինի երջանիկ եւ հասարակությունը բարգավաճի, պարտադիր է արդարության նախապայմանը։ Հիմա եկեք այդ կամուրջը անցկացնենք, թե ինչ կապ ունի այս երեք ստեղծագործությունը կամ ուտոպիան Մարիա Պյուժոյի հետ։ Մի բան էլ ասեմ, եթե ավելացնելու համար, բանի հետ կապված, օրինակ կրոնական տարբեր կրոնական ուսմունքներում իրանք ավելի շատ հավասարության սկզբունքի վրա շեշտադրումը դրված։ Արդարությունը այդ կրոնականից մի փոքր տարբեր է, ինքը էդ էլ է ուզում ասել, նույն ձևի եթե վերցնում ենք նույն բուդդիզմը, քրիշնայիզմը, քրիստոնեությունը, մահմեդականությունը, ինքը հավասարության սկզբունքի վրա, համահավասարեցման սկզբունքի վրա։ Այսինքն արդարությունը մի փոքր ավելի այլ կերպ է նայվում, արդարությունը հետո ներմուծվեց ու ինչի ներմուծվեց, երբ որ այդ կարող է հենց հասարակության ձևավորման նախնական этаպներում հենց հավասարությունը ավելի կարևոր էր, եթե մենք բանական ռեսուրսների բաշխման ռեսուրսների հայ, եթե մենք ֆրիկել ենք ասում, այսինքն որ ասում մեկին 1000 ձի ու ջորի, մեկին ոչ ուլ եւ ոչ մակի, նույն ձևի հավասարության ռեսուրսների բաշխման խնդիր է, բայց արդարությունը մի փոքր այլ ձև է, ավելի ուշ է գալիս այդ զգացողությունը, արդարության զգացողությունը, երևի պահանջներն են մարդկանց այլ ձևով լինում։ Ուսակալերս մեկ անգամ վերահաստատեն այն միտքը, որ քաղաքակրթության զարգացման հետ է գալիս։ Այո, քո ասածն եմ բանանում, երկրորդում եմ, բայց դու հիմա ասա, որ արդարությունը, որ հասարակությունների մեջ կամ պետության արդեն ձևավորված պետությունների մեջ վերանում է, ինչ է լինում, որ երկու իրարից տարբեր ուտոպիային ոնց է անցնում բանը, հա, կամուրջը հետևյալն է, այն ինչ պատկերացրել են Թոմաս Մորը, Կամպանելան կամ Ֆրանսիս Բեկոնը, մեր իրականության մեջ չկա։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ հա դա իդեալիստական է, դա պերֆեկցիոնիստական է, որ գոյություն չունի, բայց այդ գաղափարները կարող են որոշակի չափով գոյություն ունենալ։ Սակայն երբ այդ կարմիր թելով անցնող արդարության զգացումը հասարակությունների մեջ վերանում է, մարդիկ սկսում են, այսպես ասենք, փնտրել այլընտրանքներ։ Այդ դրանց տարբերակներից մեկը այսպես կոչված լինչի դատաստանն է, տարբերակներից երկրորդը արյան վրեժն է, վենդետան, երրորդը ինչ որ մաֆիա կամ այլ կլանների քրեական ենթամշակույթներին դիմելն է։ Ու պատմության մեջ, նաև թե հայ պատմության մեջ համաշխարհային տարբեր դրսևորումներ են։ Հիմա կան կոնկրետ Մարիա Պյուժոյին։ Օմերտան իր այդ տրիլոգիայի հայ երապատման կնքահայրը սիցիլիացին եւ այդ վերջին, այսպես ասած, ստեղծագործությունը, որը տպագրվել է իր մահվանից հետո, բայց ողջ այս երեք ստեղծագործություններն էլ ինձ թվում է, գիտեմ, մեր դիտողների մեծ մասը կնքահայրը առնվազն գոնե նայել են, եթե չեն կարդացել, որը հայլով ֆիլմ է, իր այդ ընտանիքի պետության, այդ մաֆիայի կլանների մեջ հարաբերող հարաբերությունների մասով։ Երեքում էլ կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ կոռումպացված պետությունում, երբ իրավապահ համակարգը, դատական համակարգը չեն գործում, այսինքն ինչ միասին ենք խոսում ենք, հայ արդարության այդ եզրույթը որպես երևույթ ինքը ոչնչացված է կամ
ձևախեղված է առնվազն, սկսում են ի հայտ գալ այս կրիմինալ տարրերը։ Քրեական ենթամշակույթ, ավելի բան ասենք, որ քրեական ենթամշակույթ։ Որպես տարբերակներից մեկ, այսինքն ինչու են իրենք հաջողում մի պարզ պատճառը, որովհետև հանրությունը իրենց դիտարկում է որպես այլընտրանք պետական ապարատին, ոստիկանությանը եւ դատական համակարգին։ Այսինքն մեծ հաշվով ցանկացած հասարակությունում, որտեղ շարքային քաղաքացին այսպես ենք համակրանք ունի եւ վստահություն ունի առաջին հերթին իր պետական եւ դատական եւ իրավապահ համակարգի նկատմամբ, քրեական ենթամշակույթը ուղղակի չի կարող գոյատևել։ Ուղղակի բարձրաբանման համար ասեմ, որ Օմերտան հենց կոբանն է, որ լռելու որ նույն հանցագործությունը տեսնելու լռելու մեխանիզմն է։ Ոստիկանությանը դատարանում ցուցմունք չտալն է։ Այստեղ ես մասով հետաքրքիր դիտարկում ուներ մարտի 1-ի հետ կապված։ Այդ պարտադիր կանդրադառնամ մարտի 1-ին, բայց մինչև մարտի 1-ը ուրիշ հետաքրքիր մի հատ բան մտքովս անցավ, որ քո ասած հասարակությունները մեծի շատ նորմալ էր, որ կոռումպացված հասարակություն է, բայց հասարակությունը, որը որ 30 տարի եւ ավելի գտնվել է պատերազմական վիճակների մեջ։ Այդ ոնց է ստացվում, որ նույն հասարակության մեջ որպես հերոսի կերպար ոչ թե լինում է այդ ինքնազոհ զինվորը կամ ինչ որ պատերազմի մասնակիցը, այլ քրեական հեղինակությունը։ Այսինքն էս էլ է մի քիչ աբսուրդի ժանրից, ու եթե տեսնում ենք երեխաների խոսույթը, իրանք շատ քիչ տոկոստ են իրանք հպարտանում այն մարդկանցով, ովքեր որ պետության համար իրենց կյանքը զոհաբերել են, հակառակը այդ երեխեքի խոսույթը ավելի շուտ այդ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, բայց վերադառնալով մարտի 1-ին, որ ասեմ, որ խոսեցինք հենց Օմերտայից բան, զարմանալիորեն 10 սպանություն էր տեղի ունեցել մարտի 1-ին, որևէ սպանության վկա չգտնվեց, որ զարմանալին է 50,000 մարդու ներկայությամբ այդ սպանությունը տեղի ունեցել, այդ 50,000-ից մեկը վկայություն ասի ես տեսել եմ, ով կարակել կամ ում կարակել։ Աբսուրդը գիտեք որն է, որ հասկացանք, ենթադրենք Քոչարյանական եւ Սերժի իշխանության ժամանակ իրենք շահառուն էին, իրենք կարող էին շահագրգիռները, որ այդ վկաները չհայտնվեն, բայց իշխանապողությունից հետո 18 թվականից ինչի այդ վկաները չհայտնվեցին։ Այս է աբսուրդը, եթե մենք խոսում ենք արդարության վերականգնման մասին կամ ինչ որ իրավիճակի փոփոխության մասին, իրավիճակի փոփոխություն կլներ, եթե մարդիկ հայտնվեին եւ գային ցուցմունք տային այդ 10 զոհերի հետ կապված։ Տեղափոխվելով նայ իջելի մենք որ թռնում ենք մի թեմայից, բայց արաբական աշխարհում եւ ԱՄՆ-ում տարբեր հասարակություններ են, տարբեր բաներ, բայց երկու երկրներում էլ պատիվա, երկրներով ասելով տարբեր հասարակակներ ունեցող նույն Էմիրություններում, նույն Սաուդյան Արաբիայում, նույն Քուվեյթում, նույն Իրաքում տվյալ երկրում ոստիկանությանը օգնելը հանցագործություն բացահայտելու համար, դա պատիվ է։ ԱՄՆ-ում էլ է պատիվ, այսինքն որևէ մեկը չի կարող բանալ։ Ինչպես եղավ, որ Հայաստանում ոստիկանությանը օգնելը որևէ հանցագործություն բացահայտել, դա ամոթ է ու նաև պիտակավորելու բանը, արժանի բանը, որ դա ոնց է ալում, այսինքն եթե մենք ոնց ենք ասում, եթե 18 թվին բանը հեղափոխություն է եղել, հեղափոխությունը պետք է լիներ հենց արժեքային, առաջին համար 1 հեղափոխություն պետք է լիներ, որ մարդիկ ցանկանային արդարության ձգտելով ու ինչը խանգարեց, որ մարդկանց համար այդ փլվեց այդ վստահությունը։ Դու բաները ու մինչև այսօր ավելի հետ է գնում փոխանակ, ավելի վստահությունը մակարդակը բարձրանա, ավելի հետ է գնում այդ արդարության բանը։ Նախ 2008-ի հետ կապված, այսինքն 2008-ի մարտի 1-ի չբացահայտման, այսինքն մենք ստեղ ունենք երկու տարբերակ, որ կամ 18-ից հետո եկած իշխանությունները, այսինքն ԿՊ-ն ինչն է շահագրգիռ, որ չբացահայտվի, շարունակում է նույն գիծը, որը երևի թե քիչ հավանական է։ Կամ այն ինչ դու ասում ես, որ 18-ից հետո էլ անգամ չվերականգնվեց վստահությունը իրավապահ դատական համակարգի նկատմամբ։ Արդարության հանդեպ մարդկանց հավատը։ Հա։ Հիմա թե ասենց ասեմ, օրինակ ես չեմ հավատում, որ եթե
Իստում ապացուցված են գիտեմ, որ եթե մենք հայտարարեցինք, որ այսօր Հայաստանում հեղափոխություն տեղ ունեցավ կամ իշխանափոխություն եղավ կամ եւ այլն, մեկ օրում մարդկանց մտածողությունը պետքա փոխվի։ Բնականաբար ոչ։ Այս ուղղակի պետքա լիներ այդ turning point-ը, հա, շրջադարձի կետը, որ այդ օրվանից սկսել այդ անիվը հակառակ ուղղությամբ ընթանա։ Այսինքն եթե պայմանական, չգիտեմ, ինչ-որ X կետից 2008 թվականից իր արդարության նկատմամբ վստահությունը նվազում է, հիմա պետք է այս կետից սկսել բարձրանալ։ Նույնիսկ պետքա չլինեին նույն ձևի բանը ինքնադատաստաններ պետքա չլինեին, փողոցում բաներ պետքա չլինեն, ռազմորկաներ պետքա չլինեին ընդհանուր։ Բայց մենք ինչ ենք տեսնում, որ ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այս ոլորտում եւս իշխանությունները ուղղակի գրանցում են ձախողում։ Ավելի հետ, դա ավելի անգամ, հա, ընդորում շատ հարցերում նաև ավելի հետ։ Ու ասենց ասեմ, պայմանական թե 18-20 թվականներին դեռ ինչ որտեղ դա հնարավոր է քողարկել, ապա 20 թվականից եւ հատկապես 21 թվականի վերընտրվելուց հետո այդ լեկտիվության մակարդակը ու այդ ոնց ասեմ, այն անաստաթարում են որ բոլոր կենթանիները հավասար են, բայց որոշները ավելի հավասար են, այսինքն այդ իրանց էլիտարիզմի ձգտումը ու մոլուցքը էլ ավելի արտահայտիչ դառավ։ Դա արտահայտիչ դառավ, երբ ասենք ազգային ժողովի նախագահը իթիգնապանեն ասում որ մարդուն փողոցում ձեռքերը ծալեն, որ ինքը թքի նրա վրա, կամ փողոցում էլ ինչ-որ տենց հայհոյախառն բառերով արտահայտին, որում երբ ասում են որ դե ինքն էլ է մարդ, իրանք պետք է հասկանան որ այո ինքը մարդ է, բայց ինքը վերցրել է այդ բեռը պետական պաշտոնյա իր ուսին, ինքը ուրեմն պետք է ավելի զուսպ լինի, 10 անգամ կամ 100 անգամ ավելի զուսպ պետք է լինի, քան շարքային քաղաքացին։ Նույն զսպվածությանը եթե բան անենք, եթե համատում ենք ԱՄՆ-ի հետ, նույն ընտանեկան արժեքներն էլ ԱՄՆ-ում շատ կարևոր հանգամանք, այլ հարցա որ գախնի ձևի դուրս է գալիս թե ինչ կեղտոտ բաներով են վարվում նույն իշխանավորները, բայց այդ դուրս գալուց հետո ջրի ելեսելն ու ապացուցելուց հետո այդ մարդիկ դառնում են իզգոյներ։ Բայց Հայաստանում դա ոչ թե իզգոյ է լինում, այսինքն մարդը ինքը մարդ է, կարող է անի այդ հայտարարությունը։ Հիմա նույն ձևի եթե ընտանիքը ամուսնական զույգեր ինքը Ամերիկայում պարտադիր պայման է, որ մարդը այդ չդավաճանելու ինստիտուտը կին տղամարդ կամ ամուսնացած տղամարդը այլ կնոջ հետ կապվի կամ ամուսնացած կինը լրիվ ու հասարակության կողմից լրիվ ուրիշ ձևի է նայվում։ Հա մենք շոու աստղերին տեսնում ենք, բայց քաղաքական գործիչներին այդ շոու աստղեր չեն, որովհետև պատասխանատվության մակարդակ կա, որովհետև դու եթե դու չես կարողացել քո ընտանիքը պահել, նշանակում է դու պետություն ղեկավար։ Շատ կարևոր բան է, էլեմենտ է, որովհետև մենք որ ինձ ասում ես, ասում ես արևմուտքում այդպես չի, բայց ասում են արևմուտքում այդքան դերասաններ ամեն օր ամուսնանում բաժանվում են, այդ դերասաններ, գրողներ են կամ արվեստագետներ են, նրանց մոտ ուրիշ է, բայց քաղաքական գործիչների համար կամ դատավորների համար դրանց համար ստանդարտները լրիվ այլ ցուցիչներ են, որովհետև եթե դատավորը դավաճանում է, ինքը ինչքանով պետք է վստահենք, որ ինքը արդար որոշում կայացնի, իր վրա լծակ կա, որ դավաճանության կամ բացի լծակը, այսինքն նշանակում է իր ներքին, այսպես ասած, բարոյական աշխարհում էլ մի բան են չի։ Հա, ինքը ամբողջությամբ, բայց ինքը կարա ընդհանուր այդ նույն արդարության, եթե ինքը արդարադատություն ասում ենք, ինքը արդարադատությունը ինքը այլ ձևի է նայում այդ արդարությունը։ Եթե ինքը արդար լիներ, ինքը չէր դավաճանում, արմատը կբաժանվեր ասենք, ու կամուսնանալ մեկ էլ կնոջ։ Բայց այնտեղ պարտադիր պայմանալ կա այդ քանակը ամուսնությունների քանակը, ինքը չի կարող մարդը իրեն թույլ տալ, որ աճ ձախ ինչ ուզի անի, ու հիմա կարող է էլի մեր հերոստատիտողներ ասեն, բա Քլինթոնի դեպքը ինչ եղավ, Քլինթոնի հետո հաջորդ անգամ չվերընտրվեց, դրա համար կարող է ներքուստ իրենք պետության բանը պահպանելու համար լռեն, բայց իրենք կամ նույն Քենեդու դեպքը Մերլին Մոնրոյի հետ, բայց իրենք ներքին մեխանիզմներ կան, որոնք որ դուրս են մղում։ Այդ կետը դառնում է իրանց քաղաքական կարիերայի ավարտը։ Ինչքան իրեն մեր մոտ որևէ խնդիր չունեն, այսինքն մարդը թքելու կամ մարդ ծեծելու փողոցում կամ ինչ ասեմ, հայվելու գցելու կամ տարբեր թեմաներ, այսինքն ինչ որ արեց քաղաքական, դա մարդը ինքը ստեղծում է իր պատմությունը ու ամեն մի սխալը ինքը պետքա քաղաքականապես որևէ ձևով ազդի մարդու վրա, քաղաքական կարիերայի վրա, եթե չի ազդում ու այդտեղից արդեն մեխանիկորեն այդ արդարության
զգացողությունը մարդը ինքը իրան պաշտպանված չի լինում, չի զգում երկրի մեջ ու պաշտպանված չզգալով իր համար ինքը ռոմանտիկ բան է մտնոլորտ հաստատում ռոմանտիկացնում է նույն քրեական աշխարհը մի հատ դուելս ներկա եղել մի անգամ խոսակցություն եղավ այդ ամենաաբսուրդային ու գեղեցիկ խոսակցություններ որ մեր ընկերներից մեկը պատմում էր գիրք էր կարդացել Սվոյ Ռաֆի մասին ու ինքը ասում էր Ղարաբաղյան պատերազմը Սվոյ Ռաֆն է հաղթել դա ամենաաբսուրդի ժանրից էր որովհետև ասում էր բանը օրենքով գողերը բան էին զենք էին ներմուծում Հայաստան ու այդ զենքով հաղթեցին ու սարսափեն գիտես որն է այստեղ ոչ թե այդ մարդու ասածն է այլ որ պետական քարոզությունը ինքը նպաստում էր դրան որ արժեզրկելով իրական արժեքները թե ոնց է այդ հաղթանակը կերտվել ոնց է եղել ու արդեն ստեղծվում է այդ տարբեր օրենքով գողերի կերպար որոնք որ իրենք տարբեր հաղթանակներ են տանում տարբեր բաներ են անում հարցեր են լուծում պետությունից անկախ դա ռոմանտիզացվում է այսինքն ստեղծվում է այդ հերոսի կերպարը որը եթե դու բան այսպես ասած զուտ օրենքի տեսանկյունից ես նայում ապա ընդհանրապես որ քրեական անցյալ կամ ներկա ունեցող անձինք են բայց իրենց շուրջ ստեղծվում է այդ աբալոճկեն այսպես ասած այդ փաթեթավորումը գեղեցիկ որ այս մարդիկ ինչ որ չգիտեմ բարձր արժեքների կամ բարձր գաղափարների համար են դա անում ու մեկ էլ նաև գիտես ինչն է դրան նպաստում այդ ռոմանտիզացմանը այսինքն էլի գալիս ենք նույն սկզբունքով երբ արդարություն չկա երբ մարդիկ այսպես ասած հայտվել են որ իրավիճակում որտեղ հասկանում են պետությունը իրենց ճնշում է փոխարակ պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները այլ պետական ապարատը աշխատում է անձի անհատի քաղաքացու դեմ դասում է ճգնաժամային իրավիճակ ու ճգնաժամային իրավիճակում մարդիկ փրկողակ են ման գալիս ու որոնցից մեկը կարող լինի այդ ինչ որ տես հեղինակավոր կամ հեղինակություն վայելող որ մեկը նույն ընդհանուր քրեական աշխարհի տարածությունով լիդերները սա է այդ իրենց շուրջ այդ ռոմանտիզմը ստեղծելու պատճառը իմ դերը ես նաև նոր հիշեցի որ սահմանադրորեն նաև այդ անարդարության դեմ պայքարը տարբեր երկրներում ինքը ամրագրված է որովհետև բացի խաղաղ ցույցերից մարդկանց թույլատրվում է նաև ընդվզումներ անել այսինքն դուրս ընդում չեմ դուրս գալ պայքարի ինքան մի հատ կարմիր գիծ որը հա գուցե մեծ հաշվով իրավաբանական տեսանկյունից կարելի է տարբեր ձև մեկնաբանել ու բնականաբար դավլի քաղաքական խաղերի տեղատալու բայց այն հիմնադիր հայրերը ովքեր սահմանադրագետներ տարբեր երկրներում ուսումնասիրել են հասկացել են որ այո տեսականորեն հնարավոր է իշխանության ուզուրպացիա այսինքն սա արդարության այդ վերացման ամենավերջին փուլն է երբ արդարություն ընդհանրապես չկա հիմա մենք ինչ ենք խոսում մենք խոսում ենք արդարության այսպես ասած տարերի գոյության հա այսինքն միտեղ 10% դեռ սեվորվում միտեղ 20% միտեղ 50% երբ գալիս է 0% այսինքն իշխանության ուզուրպացիա մարդիկ ունեն իրավունք ընդվզելու գործող կարգի գործող ռեժիմի դեմ ես ամեն դեպքում հակված չեմ ասում Հայաստանի իշխանության ուզուրպացիա է բայց այն որ այդ արդարության զգացումը 18 թվականից 20 թվականից 21 թվականից հետո կտրուկ կերպով անկում է գրանցում, դա փաստ է, դա ինչ-որ ոչ որևէ մեկի համար նորություն չի, որքան էլ փորձեն դա տենց փաթեթավորել, որ X կետում, չգիտեմ, դե X-ել էր մատ տրվեց էմոցիաներին, Y կետում դե վարչապետի վրա հարձակում էր, բա ուրիշ ոնց, դա գիտես ինչ-ն է հետաքրքիր։ Ինձ այդ ուրճացումը դուր չի գալիս, դե դուր չի գալու, դա իրանց քաղաքական տեխնոլոգիան է։ Երբ օրինակ եկեղեցում Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցած միջադեպը, մեկ էլ համեմատում են հոկտեմբերի 27-ի հետ։ Ասենք կամ նույն ձևի բանը Բագրատ Սրբազանի Բագրատ Սրբազանի դրոյի գործու հետ ահաբեկիչներ, չգիտեմ, ես այն անշուտ կոնտեքստից կտրված մարդիկ բառեր սովորել, հա, ասենց առանձնացրել են, այս մի բառը կտրել են, այն մի բառը միտեղ կտրել են, միտեղ ավելացրել, մեկ էլ վերջ իրենք ահաբեկիչներ են, իրենք էս ախր ոնց է աբսուրդին էլ չափու սահման կա։ Դե ու այդ արդեն արդարության ու չարթերի թե մարդը ենթադրենք իշխանավորին վիրավորում է, այդ մարդուն կարող են տանեն բանդ, իսկ իշխանավորը ներողություն էլ չի խնդրում, այո ու վիրավորում է, թքում է, հարվածում է, ամեն ինչ անում ու ոչ մի բան, դրանից հետո էլ ինչ արդարությունը, արդարության ընդհանրապես արդարության պատրանքել չկա։
եթե մենք մի անգամ խոսել ենք այդ բանի մերիտոկրատիայի մասին, նույն ձևի հիմա կարող ենք բոլոր բնագավառներում նայել թե արդարների ու չարդարների։ Հիմա կարող է մենք գլոբալ թեմաներից խոսացինք, բայց ավելի կոնկրետ եթե խոսենք թեմային, եթե մասնագետը տվյալ ոլորտի մասնագետը ինքը հիմա հեծից վերցնենք ինժեներա կամ էլեկտրիկ մասնագիտություն կրող մարդը ինքը դուրս համագում իր տեղը դա գալիս է ոչ մասնագետը, դա էլ է արդարության խնդիր ու ամենամանր կենցաղային որ մարդը ընդհանրապես քաղաքականությունից բան չի հարցը նույն ձևի ոստիկանա, նույն ձևի ինժեներա, նույն ձևի դատավորա, եթե պրոֆեսիոնալներին դուրս են մղում ու իրենց տեղը գալիս են ընդհանրապես ամենապրիմիտիվը բժշկի ընդհանրապես եթե կրթություն չունեցող մարդիկ, որ ընդհանրապես փորձառություն չունեցող, ինքը արդեն արդարություն երկրում ոնց կարա լինի արդարություն։ Լինի դիվանագետ, լինի ինչ մասնագիտություն ուզում ես ինչ եթե մարդիկ պրոֆեսիոնալները դուրս են մղում իրենց տեղը գալիս են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ արդեն վերջացած մարդությունը ոնց դրսևորվում որ այդ ոչ պրոֆեսիոնալների նշանակած անձանց օրինակ երբ ինչ-որ բժշկական օգնության կարիք ունի իրենց բուժեն էլի նույն մակարդակի ոչ պրոֆեսիոնալներ իրենց ասենք իրենց հավերի տղա ոչ պրոֆեսիոնալ բժիշկ չի ասենք ինժեներա բայց ասենք արի դու վիրահատի ինձ քաղաքագետներն լուրջ մասնագիտություն է քաղաքագիտությունը ես մի քանի անգամ ենք խոսել ենք այս թեմայով թե ոնց կարող է մարդը որ ընդհանրապես քաղաքագիտությանից հեռու մարդը ինքը քաղաքագետների հետ բանավիճի ու վիրավորի ու իրան էֆիր տան այսպես ասած ու հանրությանը ինչ ասեմ բանանը դաստիարակելու հնարավորություն տան այդ թույնը իսկ այն քաղաքագետները որոնք որ լուրջ վերլուծություն անում իրանց մարգելացնեն իրանց չթողեն որ լսարան ձևավորվի չհրավիրեն ու այսինքն ինչ անում հասարակությունը կրթվում է անգրագետներով իսկ այն գրագետ մարդիկ որոնք կարող են ճիշտ ու եթե նայում ես Ղարաբաղի հարցով էլ արի Ղարաբաղին ողողբերգություն այն մասնագետները ովքեր զբաղվում էին ովքեր բարձրաձայնում էին թե ինչ process-ը գիտական ամեն ինչով գիտեին ուսումնասիրությունները իրենց ողջ մղեցին ու այդ վերեցին հասցրեցին դրան ու արդյունքը ցանկացած բնագավառում նույնն է ալնելու ինչ ուզում է լինի այս թեման ավարտենք ու իստում ընդհանուր այս եթերին ավարտենք ես այդ մասով ինչ էի հետաքրքիր մի կարծացել չեմ հիշում որտեղ այդ քաղաքագետի եւ կեղծա պսևդո քաղաքագետի բանավեճի մասին ուրեմն պսևդո քաղաքագետը ով որ նամանենք քարոզիչ է այս դեպքում իշխանության կամ դեմության կապ չունի կամ ինչ-որ մի քաղաքական կուրսի իտես քաղաքագետը ինքը սահմանափակված է ճշմարտությամբ եւ օբյեկտիվությամբ ինքը պետք է ասի կոնկրետ հստակ փաստ ու հիմնավորված փաստ փոքրի դա փաստերով հիմնավորել եւ այլն ուղղակի քաղաքագետը կամ քարոզիչը ինքը ազատ է գործողություններում որովհետեւ մի ճշմարիտ փաստին կարելի է 100 սուտ հորինել 100 ու ոչ մեկ ապացուցման կարիք չունի եւ որ ասում դու դեռ լիքը ինքը ասած հնչեց այդ գցեց դաշտ հետո ով է խայծը կուտի բայց գիտես աբսուրդը որն է այսինքն այս պայքարը հավասար այդ մարդիկ լռեն ասում եմ չէ այդ մարդիկ իրանք մեղավոր չեն իրանք որպես քարոզչա մեքենա օգտագործողներն են մեղավոր իսկ դու մեն հետաքրքրում ես հիմա երկիչա պարողա գինեկոլոգա ես շատ գիտեմ բանը ինժեներա բերում են ասում են մարդուն մատուցում են ասում են դու քաղաքական վերլուծություն իրականացրա Ամերիկա Իրանի մասին այդ մարդը սկսում է խոսել այդ մարդը ասում է բարտիկ չհայտնի արա ասում են ժողովուրդ ջան կարծիք հարցնողն է խնդրեմ որովհետև այդ մարդը չի դա ինչի դա նման որովհետև մարդը պատրաստի է դելի բժիշկներն կողմ վիրահատության մեկ ասես բայց չգամ կարծիք ասեմ ոնց անելու ինչ անքնա դու բժիշկ ես ոչ լիցենզիա ունես ոչ փորձ ունես գնա քո կարծիքը ուրիշ տեղեր հայտնել հիմա հա ես համաձայն եմ ինձ թվում է այսօրվա համար այս թեմայով արդարության մասին երևի թե փորձեցինք հնարավորինս բացել թեման մերսի շնորհակալ ենք շնորհակալություն հաջողություն ինչ հաջորդ հանդիպում ստեսին ձեզ